Քասախցիները ասեմ մասամբ իրանք համաձայն են կառավարության հետ, քանզի Նիկոլ Փաշինյանի Ղազարը հայտնի ինքը քասախի բնակիչ է եւ կարեցել են այդ հարցը երևի ներքին կարգով լուծել։ Քասախից կային մարդիկ, որ միացել էին Պրոշյան համայնքին, բայց քիչ էին։ Մի քանի երիտասարդ նախարարի հետ մոտավորապես քանի քասախցի էր հանդիպմանը։ 6 քասախցի էր, բայց երիտասարդներ էին, որոնք այսօր չկային, այո, լազորել էին մեր կուսակցության անդամին, որ այդ հարցը քասախի անունից էլ բարձրացվել է եւ մերժվել է։ Հարգելիներս, մենք պետք է հասկանանք, այս կառավարությունը ի վիճակի չի ոչ մի հարց լուծելու։ Այս կառավարությունը լուծում է մենակ իրանց տերերից ստացած խնդիրները, որը որ կատարում է հայ ժողովրդի հետ։ Արցախցիքին սոցիալական խնդիրներով ընտեղ են հանել։ Հայ ժողովուրդ, ես եմ ասում հայ եւ Արցախ, էլի, որովհետեւ իրանց մոտ այդ տարանջատումը դրած է, բայց մենք մի ժողովուրդ ենք։ Արցախցիքի խնդիրները ընտեղ չեն լուծում։ Երկրորդը մեր հասարակության խնդիրները, խնդիրները ընտեղ ոչ մեկ չի լուծում։ Լուծում են մենակ որը որ իրանց պետք է։ Իրանց պետք է հարկահավաքություն անեն, հարստահարեն հայ քաղաքացուն։ Անում են, ստորացնեն հայ քաղաքացուն, անում են։ Իրանց մոտ դա ստացվում է։ Քասախցիները մեծ ալիք կբարձրացնեն այսօր մերժվելուց հետո։ Ինչի թվում որ քասախցիները, այո, 59 համար երթուղին մտնում էր քասախ գյուղ, ինչի թվում որ իրանք մեծ աղմուկ կբարձրացնեն կամ կընդդիմանան, որովհետև իրանք համակերպել էին այդ խնդիրը։ Այսինքն 200 դրամով են երթևեկելու, մինչև ֆիզիկային 200 դրամով, այո, նայեք ոնց ալնում, մենք կուսակցությունում հաշվարկ ենք արել, քանզի մեր ակտիվը որ դիմեց մեզ, որ սենց խնդրի առաջ ենք բախվում, ամենակիչը մի անձի համար օրեկան տրանսպորտից երթևեկելու համար 600 դրամ բեռ են ավելացնում։ Մեկ նայեք 200 մինչև ֆիզիկայի, չէ, եսի մենք հաշվել ենք սենց, էլի, իմ ես ասեմ ոնց ենք հաշվել։ 200 դրամ մինչև ֆիզիկայի ինստիտուտ Խաչմերուկ, ֆիզիկայի ինստիտուտով 150 դրամ մինչև բարեկամության մետրո, բարեկամության մետրոյից մետրոյով էլի 150 դրամ, եթե մետրոյի կողերնա ինչ-որ գործողություն կատարել։ Այո, մենք մենակ այդ ենք հաշվել, այո, 600 դրամ, պատկերացրեք 1200 դրամ, այսինքն օրեկան քասախցին պիտի կհասնի Երևան, վերադառնա տուն, ոչ թե 600 դրամ։ Ֆինանսապես ի վիճակի են։ Ոչ, նրանք դեռ տակ են, չեն հասկանում ինչա կատարվում, սենց հարմար։ Պարզաբանեցին այս միակողմանի լուծումը, որը պաշտպանեցին պրոշյանցիներին, մերժեցին քասախցիներին, ինչպես պարզաբանեցին։ Պրոշյան համայնքը ընդդիմացա, Պրոշյան համայնքը 10 հոգի։ 10 հոգի մարդա դուրս եկեն, մենք առաջի օրվանից քասախցիքի կողը կանգնած, քասախցիքի հետ այս խնդիրը լուծում էինք, կներեք քասախցիքի պրոշյանցիքի հետ կանգնած այս հարցը լուծում էինք։ Քասախցի համաձայնա կառավարության որոշումը։ Դե ինձ թվում է համաձայնա, որովհետև իրանք ոչ ձեն հանեցին, ոչ ըմբոստացան, ոչ իրանց հարցը առաջ քաշեցին, մի քանի երիտասարդեր, որոնց ձենը լսելի չեղավ։ Հնարավոր է վաղը պրոշյանցիների օրինակին հետևի քասախցին։ Հնարավոր է ավելի շուտ ճիշտ է, որ անեն, բայց չեմ հավատում, որ կանեն։ Հնարավոր սպառնացած լինեն։ Իրենց ուժերով։ Չեմ Որովհետև ինֆորմացիա կար, որ Կարամ մի հատ իմանամ, հնարավոր է, որովհետև նման ինֆորմացիաներ կային, Նայեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ, այս պետությունը ամեն ինչ անում է իր կոշտ ուժերը ներ առելու ժողովրդի ըմբոստությունը հանդարտեցնելու համար։ Ոստիկանական ուժեր, չգիտեմ, այնտեղ տարբեր ծառայություններ, իրենց քարոզիչները, բոլորը աշխատում են ժողովրդին հանդարտացնելու եւ կառավարության ծրագրերը իրականացնելու համար։ Հիմա այս խնդիրը մենակ Պրոշյանի խնդիրը չէ, ժողովուրդ, այս խնդիրը Զովունու խնդիրն է, որը կապած է Երևանին էլի սպասարկվում է 200 դրամով մինչև ֆիզիկա ինստիտուտ, այս խնդիրը Պրոշյանինն է, այս խնդիրը Քասախինն է, այս խնդիրը այս կողմից Արգաբանդ, Մերձավան, այդ համայնքներին է, որը որ Երևանին կապած է եւ ավել գումարով սպասարկվում է երթուղին։ Այդ ժողովուրդը միասնական պետք է դուրս գան, միասնական պահանջեն։ Այո, հերու մարզերի համար ոչ մեկ բան չի ասում, բայց այն շրջանը, այն թաղը, այն համայնքը, որը որ կապած է Երևանին,
կարելի է վերանայել եւ երևանցիների եւ համայնքի ժողովրդին, որոնք որ աշխատանք չունեն, բացարձակապես ես իմ այգի ունեն մշակում են կամ դա վերցրել են ձեռներից գործարաններ են սարքել։ Այդ մարդը աշխատելու, ապրելու ապրուց չունի, հնար չունի։ Մի հատ էլ ֆինանսական բեռ ավելացնել մարդու վրա, դա դառնում է կներեք ցեղասպանություն Երևանում, էլի։